Ողջույն։ Հաճախ է, որ Հայաստանում քաղաքական բանավեճի բառապաշարը հիշեցնում է փողոցում վիճող տղաների լեզվակռիվ։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները, ձեններդ կտրեք, եթե բանավիճում եք, եկեք խոսեք, ապա Հայաստանի վարչապետը սպառնում էր պատերով տալ իր հավանական բանավեճի մրցակիցներին, խոսում էր քաղաքական դիակի մնացորդները դուրս հանելու մասին, ոտքի տակ տալուց եւ այլն եւ այլն։ Այս բառամթերքով, ինչպես նշեցի, Հայաստանի վարչապետն էր նախկին նախագահներին բանավեճի հրավիրում, նրանք մերժեցին, վերջիններս եւս կիրառում են կոշտ բառեր, ընդհուպ ուղիղ հրապարակային հայհոյանք օգտագործելով, դրանցից մեկը հնչել է 21-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, օրինակ երրորդ նախագահի կողմից, հասկանալի պատճառով դա մենք եթերում չենք հնչեցնի։ Պետք է հիշատակել նաև օրերս բողոքի ակցիա իրականացնող լրագրողներին ազգային ժողովի օթյակից ուժի կիրառմամբ հեռացնելու դեպքը, նրանք բողոքում են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի դեմ, որը լրագրողի ուղղությամբ հայտնի արտահայտություններն էր կիրառել։ Այս թեման է Factor TV-ի ուշադրության կենտրոնում, հաղորդմանը մասնակցում են Վարազդատ Հարությունյանը, փաստաբան, Աշոտ Մելիքյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Նարինե Դիլբարյանը, լեզվաբան եւ ԵՊՀ դոցենտ։ Սկսենք ձեզնից, պարոն Հարությունյան, նախ շնորհակալություն Factor TV գալու համար։ Ինչ գնահատակ ունեք այս բառապաշարի վերաբերյալ, ընդհանրապես ինչու է քաղաքական խոսքը հատում վիրավորանքի, հայհոյանքի, բռնության կոչերի այս սահմանագիծը։ Հարցին իրավական առումով պատասխանելը դժվար է, որովհետև փաստական հանգամանքներ կան, որոնք ավելի արժանի են քննարկման։ Փաստական կարևորագույն հանգամանքը այն է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո հասարակությունը խիստ բևեռացվեց եւ բևեռացվեց մասնավորապես գործող իշխանությունների կողմից իրենց նախաձեռնությամբ։ Մենք հիշում ենք Սևերի Սպիտակների պատմությունը եւ հիշում ենք նաեւ, որ նույն այդ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չի փայլում այն բառապաշարով, որի մասին դուք նշեցիք, այս 7 տարիների ընթացքում բազմիցս եղել են ասֆալտներին փռելու, բորձուրներին ուրեմն պարկացնելու եւ այլնի մասին հրապարակային արտահայտություններ, որոնք վերաբերվել են կարևորակ քաղաքական հակառակորդներին։ Այսինքն, այս ատելության խոսքի վրա հիմնված դիալոգը կարելի է պնդել, որ սկսել են գործող իշխանությունները։ Եվ հենց սա էլ դարձել է բևեռացվածության եւ ուրեմն քաղաքական երկխոսության մեջ նման բառապաշար կիրառելու հիմնական պատճառ։ Բայց նաև ընդդիմադիր տարբեր գործիչներ են օգտագործում, երևի բոլորը հիշում են երրորդ նախագահի ուղիղ հայհոյանքը գործող վարչապետին։ Այո, հիշում են, բայց նույն hate speech-ի ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակներում բոլոր միջազգային ուրեմն ռեկոմենդացիաներում, միջազգային ինչ որ ուղեցույցներում տարբեր կազմակերպությունների, ՄԱԿ-ի, ԵԱԿ-ի Սևով սպիտակի վրա գրված է, որ ատելության խոսքի դեմ պայքարը նպատակ ունի ոչ թե պաշտպանել մեծամասնությանը փոքրամասնությունից, այլ հակառակը ուժեղին թույլից պաշտպանելու նպատակ չունել, թույլին ուժեղից։ Այս պարագայում ուժեղ ասելով մենք զուտ ֆորմալ իրավական առումով նկատի ունենք իշխանություններին։ Իշխանությունները որպես պետական իշխանություն իրականացնող սուբյեկտներ օժտված են հարկադրանքի տարբեր միջոցներով եւ այս առումով հենց իշխանություններից է ակնկալվում, որ իրանք պետքա առավել հանդուրժող լինեն իրենց նկատմամբ քննադատական խոսքի նկատմամբ եւ զուսպ լինեն քաղաքական դիալոգում իրենց բառապաշարի հնարավոր ատելության կամ անհանդուրժողականություն բորբոքելուն ուղղված խոսքերում։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, այս իրավիճակը հիշեցնում է Պանդորայի արքրի պատմությունը, երբ արդեն անվերահսկելի է դառնում հայհոյանքի, վիրավորանքի խոսքի օգտագործումը, միգուցե մենք արդեն իսկ ապրում ենք մի իրավիճակում, երբ որ նորմալացվել է եւ այսպես հանրությունը նորմալ է ընկալում այդպիսի բառապաշարի օգտագործումը ազգային ժողովի ամբիոնից, քաղաքական տարբեր բանավեճերի ժամանակ, այդ դուք դա խնդիր համարում եք, միգուցե նորմալ է, հենց այդպես էլ պետք է լինի, հա։
Ես չեմ կարծում, որ որևէ նորմալ մարդ դա նորմալ կարող է համարել։ Բա ընդվզում է ուր մնաց հանրային, թե։ Եվ համենայն դեպս ես եւ մեր կազմակերպությունը միշտ ընդվզել ենք դրա դեմ եւ որևէ առիթ բաց չենք թողել, որպեսզի սուր քննադատության ենթարկենք եւ իշխանությանը եւ իրեն պատասխանող նույն կերպ ընդդիմությանը։ Բանն այն է, որ այս տիպի մթնոլորտը միակողմանի քայլերով իհարկե չի ստեղծվում եւ շարունակվում եւ այս առումով ես կասեի, եթե իրավական հարցերը մի կողմ դնենք, չնայած միշտ չի որ հնարավոր է դա մի կողմ դնել, բայց իրականում այս մթնոլորտը դա իշխանության եւ ընդդիմության համատեղ ստեղծած մթնոլորտն է եւ ես կասեի, որ մեկը մյուսին արժանի են իրենք։ Բան Հայցյանն ասում է իշխանությունից պետք է սկսվի դա մաքրել է։ Այո, ավելին ես ասեմ, իշխանությունը պետք է նախաձեռնողը լինի այս մթնոլորտի հաղթահարման, որովհետեւ այն ինչ կատարվում է ազգային ժողովում, արդեն ուղղակի զզվելի է, ոչ մի նոր ինֆորմացիա այդ հարցու պատասխանի ժամանակ կառավարություն, խորհրդարան, հեռուստադիտողը եւ հասարակությունը չի ստանում, բայց նույն մեղադրանքներով, նույն կեղտոտ բառապաշարով իրար ոչնչացնելով շարունակում են գործել եւ կրկնում եմ այդ ամենը ազդում է բնականաբար հասարակության վրա։ Հասարակ մահկանացուն նայում է, ասում է, եթե երկրի առաջին դեմքը, իշխող խմբակցությունը կամ ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան, որը որ տասնյակ տարի եղել է իշխանություն, այս ձևի են իրար հետ հարաբերվում, ինչու ես չեմ կարող ինձ թույլ տալ նույն կերպ հարաբերվեմ հարևանիս, փողոցում հանդիպած մարդկանց հետ եւ այլն։ Եվ մեծ հաշվով չգիտեմ падգամավորները որքանով են շփվում ժողովրդի հետ կամ որքանով են դուրս գալիս փողոց եւ նկատում այդ հարաբերությունները, բայց եթե ոչ թե պաշտոնապես կամ ցուցադրաբար, այսպես բեմականացնելով որևէ հանդիպում, իրենք ուղղակի դուրս գան կտեսնեն, որ հասարակությունը դեգրադացվում է, մարդկանց միջև հարաբերությունները դեգրադանում են, նրանց բառապաշարը ուղղակի էլ ավելի անտանելի է դառնում եւ հասարակությունը սպառող է թե պատվիրատու այսպիսի տեսարանների եւ բառապաշարի։ Սա երկար իհարկե քննարկման թեմա է, որովհետեւ կա նայել։ Գիտեք ինչ, եթե միայն սպառող լիներ, դա խնդրի մի կողմը միայն կլիներ, բայց չէ որ այդ տիպի հասարակությունը նաեւ գնում եւ ընտրում է իր նմանին։ Եվ սա շատ լուրջ խնդիր է։ Ինչպես ասում են, առաջին պլան է բերում իր նմաններին։ Եվ հայտնի, այսպես մականունով, ուրեմն անձնավորությունը, որը որ այսպես մեծ լսարաններ հավաքել, բլոգերի մասին է խոսքը, որը հիմա իրեն ընդունել են արդեն որպես բլոգեր, այդպիսի լսարան չէր հավաքի։ Նայում ես կարծես թե կրթված մարդիկ, նայում ես տնտեսուհի եւ այլն, բայց շատ խառը խայտաբղետ լսարան է դա, որին 7 հարկանի հայհոյանքները շատ դուր են գալիս։ Եվ այս առումով իհարկե մտահոգիչ էր նաեւ Երևանի ավականու ընտրությունները, որտեղ որ նույնիսկ նրանք դարձան ուրեմն ավականու անդամներ, նրա կողմնակիցները։ Երևանի ավականու լիստերը, որովհետև դրանք էլ շատ հաճախ նման տեսաններով են աչքի մենաժնչի արան։ Հենց այդ հասարակությունը ընտրել է իր նմանին։ Տիկին Դիլբարյան, հավն է ձվից թե ձուն է հավից այս պարագայում։ Գիտեք, այդ դաժան եւ անլուծելի հանգույցը թողնենք հավի եւ ձվի եւ անդրադառնանք մի լուրջ գիտակարգի, ինչպեսին հանրալեզվաբանությունն է։ Հանրալեզվաբանությունը դուք լեզվաբան, ես խնդրում եմ ասեք, հա, ինչու են քաղաքական գործիչները դիմում հայհոյանքի, վիրավորանքի, բայց նաեւ բռնության կոչեր եւ բռնության, այսպես ասենք, հրամայելու խոսքի, հա։ Հիմա տեսեք, ես ասում եմ հանրալեզվաբանությունը, մի պահ անդրադառնանք, հանրալեզվաբանությունը հենց այն լեզվաբանական գիտակարգն է, որ ուսումնասիրում է հասարակության տարբեր շերտերի լեզուն։ Ընդ որում այդ շերտերի լեզուն խիստ պայմանավորված է իր ժամանակով։
Եկենք ամեն դեպքում անկեղծ լինենք, այստեղ պարոն Մելիքյանը խոսեց մականունավորների մասին, չէ, հիշում եք մենք պայքարում էինք, բայց մականունավորները համենայն դեպս պաշտոնական այսպես խոսույթում փորձում էին, կար ժամանակներ, երբ փորձում էին գրագետ խոսել։ Գուցե դա ծիծաղելի էր, այսպես ստացվում նրանց մոտ եւ հեգնանքի էր արժանանում, բայց շատ հետաքրքիր, ես ինքս երկարաժամկի լրագրող լինելով եւ լեզվաբան, ես հետեւում էի, որ մարդիկ տեսնելով քեզ որոշակի ժամանակ ձգտում էին այսպես փայլել գոնե, այո, գոնե ստեղծել տպավորություն, որ իրենք տիրապետում են գրական հայերենի բառապաշարին, գոնե մերձենում են, այսպես մերձենալու փորձեր կային, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ցավոք սրտի հիմա պետք է արձանագրել, որ տևական ժամանակ է, ոչ միայն մարդիկ չեն ձգտում անգամ ձևացնել, որ իրենք այսպես գրական բառապաշարի, այսպես կոչված նորմատիվ կանոնիկ շերտին են տիրապետում, այլ իրենց թվում է, որ իրենք շատ կտրիճ են եւ հայհոյում են։ Հիմա այդ հայհոյաբանությունները ինչու են կիրառվում եւ ինչու քաղաքական դաշտում մենք անգամ ունեցանք հայհոյողների կուսակցություն, որը իսկապես կարող է ֆենոմեն լինել, թեև երբ ուսումնասիրում ես հեղափոխությունների պատմություն, օրինակ Ֆրանսիան, որը հայտնի է դրանով, այնտեղս եւս կար ֆրանսիական հեղափոխության շրջանում ֆրանսերենի կրած այդ դեֆորմացիաները, նոր բառերի եւ հասկացույթների առաջացումը, բայց եթե ֆրանսիացիները այսպես նրբագեղություն են սիրում եւ ամեն երևույթ ինչ որ գեղեցիկ անուն էին տալիս, մեզ մոտ ամեն ինչ հանգում է շատ կոպիտ եւ գրեհիկ բառերի մոտ գործելուն քաղաքական բառապաշար։ Հիմա ինչու է դա տեղի ունենում։ Դա արդեն լեզվաբանության խնդիրը չէ, այլ հոգելեզվաբանության եւ հոգեբանության խնդիր է եւ նկատելի է, որ դրանք այսպես տեխնոլոգիաներ են, որոնց նպատակը մարդկանց հոգեկանը ճնշելն է։ Այդ տեսեք դուք հարցրի խավի ու ձվի, այսինքն նկատի ունեք հասարակությունը պատվիրատուն է, թե սպառողը։ Ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ առաջին փուլում ինքը սպառողն է։ Այսինքն դու նրան մատուցում ես այդ խոսքը եւ ընդ որում պետք է ընդունել ամեն դեպքում քաղաքական առաջի դեմքերը, չգիտեմ, վարչապետ, ազգային ժողովի падգամավորները, նրանք համարվում են այդ բառը նրանց չի սազում, բայց համարվում են վերնախավ, չէ՞, այսպես պետական աստիճանակարգության բարձրագույն մակարդակի։ Իհարկե, նրանք առաջի աստիճանակարգության ամենավերին հարթակում կանգնած են եւ մարդիկ մտածում են, տեսեք, հին առած կա, չէ՞, գրաբարը ասում է, դուք զաստուծուն աստուծո, ըստ ցլուն ցլու եւ ըստ կեսարն ի կեսարին։ Այսինքն տվեք ցլինը ցլին, կեսարինը կեսարին, բայց աստծունը աստծուն։ Հիմա եթե իրենք այդ աստիճանակարգության վերին հարթակում են, մարդը լսելով դա, ինքը սպառում է եւ մտածում է, որ գուցե դա բնական է։ Բայց ես այստեղ նաեւ չհամաձայնեմ, գիտեք, որ հասարակությունը էապես դա ընդունում եւ բնականon է համարում։ Ընդհանրենք իմ շրջան նա ազդվում է, ընտրում է նման քաղաքական ընտրում է, բայց դրանք այսպես հոգեխանգարմունքի պահին եւ հասարակությունը շատ շերտերի է բաժանված։ Հիմա այո, ենթադրենք այդ հայտնի կուսակցությունը ինչ որ ձայներ հավաքեց։ Տեսեք, դուք հայտնի կուսակցություն եք ասում, բայց թոփ կուսակցություններն էլ ես օրինակներ Պարզապես այդ կուսակցությունը, չէ, այստեղ տարբերություն կա։ Թոփ կուսակցություններում ցուցքեր շատ են սիրում, չէ, հատկապես պետք է ասել քաղաքացիական պայմանագիրը այդ դիակների խոսույթը նրանց սիրելն է։ Հիշեք դագաղներով էին գնում քաղաքական ընդդիմադիրների մոտ, մահվան պսակներ էին բերում, մահվան այսպես ժապավեններ, սև, այո, դե դա թաղելու, բայց թաղմանծեսի արկայությունը եւս հոգեբանական համապատասխանելի ազդեցություն է գործում։ Եվ հետո չմոռանանք ընտրական շրջանում 21 թվականին Նիկոլ Փաշինյանը ինչ ընտրեց, մուրճը, որին իհարկե մուրճ բառով էլ չէր անվանում, չաքուջ էր ասում, նրա վրա կապել էր եռագույն դրոշը, որը իմ կարծիքով շատ վիրավորական էր, էլի Հայաստանի պետական դրոշը ինչու պետք է կապվեր այդ մուրճին։ Այսինքն ընտրված խորհրդանիշերը մղձավանջ էր հիշեցնում իրականում։ Բայց այդ մղձավանջը եկեք ընդունենք, որ բառապաշարի եւ նացածի տեսանկյունից ինքը շարունակում է։ Եվ ինչպես ենթադրենք մեր հյուրերից մեկը նշեց, այնպես չէ, որ պատին փռելու եւ այլնի արտահայտությունները նոր են մուտք գործել, էլի նրանք անընդհատ այսպես բևեռանում են, պարզապես հիմա ինչու են հասնում աբսուրդի, որովհետև եթե դու ինչ որ մեկին կոչ ես անում բանավեճի,
ապա ինչ կարիք կա խոսել դիակների մասին։ Բացի դրանից կա մի հայտնի այսպես առած, որ ամեն մեկը խոսում է նրա մասին, ինչը իրեն տանջում է, լավ դրան հոգեբանական ձևակերպում տամ էլի։ Եվ ես մտածում եմ, որ քաղաքական դիակ դառնալու հեռանկարը ըստ էության գործող վարչապետին շատ տանջում է, դրա համար ինքը փորձում է դրա մասին խոսել, արդարանալ եւ այլն։ Բացի դրանից ես ասեմ, կանչել մարդկանց բանավեճի առանց բանավեճի նյութը, ի վերջո պահանջը որն է, որ ինքը հրապարակիչ է 18 թվականից մինչև 21 թվական Մինսկի խմբի այսպես առաջարկները եւ ընդհանրապես բանակցային փաթեթը վեճը ինչից է ծագել, չէ, մի շատ սովորական պահանջից։ Եթե դու ասում ես, որ ամեն ինչ կանխորոշված էր, ենթադրենք դիցու առերևույթ կա այդպիսի կասկած։ Ներկայացրու այդ առաջարկները, հետո դրա վերաբերյալ կարելի է բանավեճել։ Բովանդակային բանավեճի թեմա այդպես չի որ չկա։ Բովանդակային բանավեճի անհրաժեշտություն իսկապես բայց առաջին պլան է գալիս վիրավորական իսկ դա գալիս է ինչու, երբ դու ուզում ես իրական բանավեճը տապալել եւ ելի ազդել մարդկանց ամենաստորին բնազդների վրա, այլ ենթադրենք Աշոտ ասած, չէ, մարդիկ ընտրում էին այդ բլոգեր, չէ, պարզապես տեխնոլոգիայի արդյունքին, ինչու են ընտրում, իրենք բավարարվում են։ Ավելի լավ բնավորություն տվեցի։ Դե նրանք բավարարվում են, ես հասկանում եմ, անբավարարվածությունը հիմա մեր հասարակության մեջ հասել է չափազանց բարձր մակարդակի, որովհետև սոցիալական չունենք, քաղաքական չունենք, տնտեսական բավարարվածություն չկա եւ մարդիկ սկսում են արդեն ստորին բնազդների բավարարման առաջ գնալ։ Հանրությանը սեքսուալ հեղափոխությունն է պատասխանում։ Գիտեք, ես կարծում եմ Այդ դրա հետ իրանք չեն համակերպվի։ Դա շատ դաժան հարված կլինի մեր հասարակությանը։ Պարզապես երբ դու չես տալիս ոչ մի բավարարում, առաջ է մղվում այդ լիբիդոյի խնդիրը օգտագործել։ Մենք պետք է հեռանանք դրանից։ Օգնության հասեք։ Տեսեք, օրինակ падգամավորների պարագայում, այսպես լավագույն դեպքում, եթե վարքագծի կանոնները խախտում է տեղի ունենում, լեզվային կամ իրար են հարվածում, ինչին մենք ականատես լինում ենք, դա կարող է քննվել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում, հա։ Իսկ օրինակ վարչապետի բառապաշարը որտեղ պետք է քննվի կամ օրինակ նախկին նախագահի բառապաշարը որտեղ պետք է քննվի, կա այդպիսի մարմի պետական, որը դա պետք է որոշակի այսպես գնահատականի արժանացնի, հա, եթե վարքագծի խախտումը падգամավորի դեպքում թույլատրելի չի եւ հանձնաժողով է ստեղծում եւ այն մյուս պարագաներում ինչպես վարվել։ Ռոբերտ ջան, եթե հանրային մեծ ազդեցություն ունեցող ֆիգուրի խոսքը իր մեջ պարունակում է նաեւ ատելության կամ անընդդուրժողականություն քարոզելուն կամ սերմանելուն ուղղված կոմպոնենտ, ապա մենք գործ ունենք առերևույթ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հնարավոր հանցակազմի հետ, որի իմաստն ու բովանդակությունը հետևյալն է, որ անձը իր հրապարակային ելույթներում կամ հանրային կոմունիկացիայի այլ աղբյուրներում օգտագործում է արտահայտություններ, որոնք միտված են հասարակության շրջանում որևէ սոցիալական կամ այլ բաղադրիչով տարբերվող փոքր խմբի կամ ոչ փոքր խմբի նկատմամբ անհանդուրժողականություն կամ ատելություն սերմանելու։ Բայց կարծես թե մեր երկրում 329-րդ հոդվածը կիրառվում է միակողմանիորեն եւ վերաբերվում է միայն այն ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների կամ հանրային քաղաքական գործիչներին, ովքեր իրենց հանրային խոսույթում քննադատության են ենթարկում իշխանություններին, բայց ոչ երբեք հակառակը։ Ես այս օրինակն եմ միշտ բերում կոնտրաստը ընդգծելու համար, Սամվել Վարդանյանի դեպքը, երբ հանրային տրանսպորտում կշտամբանքի էր ենթարկել падգամավոր Հակոբ Պաստայանին, նախկին արդեն ԿՊ-ի ֆրակցիայից, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց հենց այդ 329-րդ հոդվածով, եւ բերում են Սամվելի, այո, բնականաբար Սամվելի, եւ այդ գիշեր բռնելու գիշերը Սամվել Վարդանյանին խոշտանգեցին, շուտով կբոլորի 1 տարին խոշտանգման դեպքից դեռևս մեղադրյալներ չկան այդ գործով, բայց իր մասով քրեական գործը արդեն դատաքննության փուլում է եւ մենք նույնիսկ եզրափակիչ ելույթներ ենք ունեցել։ Եվ կոնտրաստ ընդգծելու մյուս օրինակը Էդգար Ղազարյանի դեպքն է, երբ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ ազգային ժողովի, երբ քննարկվում էր նրա տեխնացությունը եւ ներկայիս ՄԻՊ Անահիտ Մանասյանի տեխնացությունը, եթե չեմ սխալվում, հենց Անահիտ Մանասյանի աչքի առաջ
Էդգար Ղազարյանին ԿՊ-ական падգամավորները սպառնացին կտրել նրա լեզուն, ականջը եւ մարմնի տարբեր մասերը։ Եվ ի պատասխան Թագուհի Ղազարյանի այդ ժամանակվա հանձնաժողովի նախագահի հորդորներին, որ մի սպառնացեք չի կարելի, ԿՊ-ական երկու падգամավորները Արտուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը պնդում էին, որ այո, սա սպառնալիք է եւ այսուհետ ով որ կասի, որ 2018 թվականի հեղափոխությունը եղել է ադրբեջանա-թուրքական, մենք իր լեզուն ու ականջներն էլ կկտրենք։ Այստեղ է, որ միջազգային խորհրդատվական բոլոր փաստաթղթերը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված խոսքի ազատությանը սահմանափակելու կոնկրետ ցուցում են տալիս։ Երբ իշխանական ազդեցություն ունեցող հանրային մեծ լսարան ունեցող անձինք քաղաքական կոնկրետ դիրքորոշում ունեցող խմբի նկատմամբ ատելության եւ բռնության ուրեմն սպառնալիքներով են հանդես գալիս, հենց այստեղ պիտի իրավապահ մարմինները պաշտպանեին ուրեմն այդ անձանց իրավունքները այն առումով, որ քրեական վարույթ նախաձեռնվեր ու մեղադրանք առաջադրվեր այդ ԿՊ-ական падգամավորներին։ Ոչ թե քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ, ում մինչև այդ դեպքը որևէ մեկը չէր ճանաչում, եւ Սամվել Վարդանյանը ունակ չէր իր հանրային խոսույթով որևէ մեկի մոտ առաջացներ որևէ ԿՊ-ականի նկատմամբ որևէ գործողություն անելու կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու հնարավորություն։ Հենց այս կոնտրաստը որպես օրինակ բերենք, երբ Հայաստանում խտրական առումով է կիրառվում ատելության խոսքի դեմ մշակված եւ նախատեսված օրենսդրություն։ Շնորհակալ եմ, բա էլ ինչ սպասել պարոն Մելիքյան նման պարագայում օրենքի կիրառողներից, օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը շատ ցցուն է։ Ենթադրենք ինքը օգտագործել է բառապաշար, ես դեպքի մանրամասներն ծանոթ չեմ, շատ սիրողական մակարդակով եմ հանում։ Հիմա դա մեղադրանք են առաջադրել, դատարանում գործ է գնում, կտեսնենք ինչպես կավարտվի, բայց իրեն էլ խոշտանգել են, չէ՞։ Այսինքն նույնիսկ դատելով պարոն Հարությունյանի թվարկումից հավասարության նշան էլ չի դրվում եւ իրեն փորձեն դատաքննության ենթարկել իր արտահայտությունների համար եւ քննել իր նկատմամբ մեղադրանքը, օրինակ։ Թող երկու գործն էլ զարգանա, տեսնենք վերջում ինչ է լինում։ Կամ մյուս դեպքերը, օրինակ Ղարիբ Բաբայանի դեպքն էլ կարելի է հիշել, երբ որ սահմանափակում կիրառվեց հանրային խոսքի։ Այ ինչպես եք դուք գնահատում այս իրադարձությունները, արդյոք օրենքի այսպես տեսակ կիրառման հետ գործ ունենք։ Ես կուզենայի սկսել գլխավոր հարցից ինչ անել։ Գիտեք, այս տիպի քննարկումները արդեն կարծես հուսահատության քայլ լինեն եւ հուսահատության երանգ եմ ես նույնիսկ սարում տեսնում, որովհետեւ միշտ մենք ասում ենք բա այս իրավիճակը հաղթահարելու համար էլ ինչ կարելի է անել։ Նախ եկեք ախտորոշենք այս իրավիճակը։ Պարոն Հարությունյանը երկու դեպք նկարագրեց, ես էլ երրորդը ավելացրի։ Մեր թեման էլ սկսեցինք քաղաքական գործիչներից, եկանք հասանք այստեղ։ Կարելի է օրինակները Չմոռանանք Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունը, լրագրողների օդակից հեռացնելը, այո։ Եւ մեծ հաշվով արդեն մնում է մի բան, որ քաղաքացիական ընդվզում լինի եւ մենք արդեն այսպիսի հարթակներից ասենք, որ լսեք, ձեզ հավաքեք, ձեր բառապաշարը մաքրեք, ինչպես Անդրանիկ Քոչարյանը անտեղի Հռիփսիմե Ջեբեջյանին այդպես վիրավորեց, մենք բավականին հիմքեր ունենք լսելով այդ բառապաշարը ասել, որ ձեր խոսքը մաքրեք։ Այսպես չի կարելի, դուք խաղ եք անում առհասարակ հանրային տրամադրությունների հետ, դուք ել ավելի եք խորացնում բևեռացումը հասարակության մեջ, ես չեմ ասում լրատվական դաշտում եւ այլն։ Եվ սա ուղղակի վնասակար գործունեություն է ուղղակի։ Եվ իրենք կրկնում եմ հասարակության ճակատագրի հետ են խաղում եւ ի վերջո սա գնալու է հասնելու է շատ ավելի վատ հետևանքների, հավերժ իշխանություններ չեն լինում, մյուս իշխանությունը գալուց արդեն հաշվի հարդար տեսնելով այս իշխանության հետ ել ավելի խիստ եւ խուլիգանական բառապաշարներ կարող է օգտագործել, այդ հայհոյախոսությունը արդեն ուղիղ տեքստով կարող է լինել խորհրդարանում եւ այլն եւ այլն։ Մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ խորհրդարանի
որակը, բարապաշարը, բարեկրթությունը գնալով, այսպես իջնում է։ Եվ պատկերացնում եք, նույնիսկ ես նկատում եմ, որ ժամանակին, երբ որ այսպիսի կոնֆլիկտներ էին լինում, ասենք պատգամավոր լրագրող, պատգամավոր օպերատոր եւ այլն, սովորաբար դա բավականին այսպես հնչեղություն ստանալուց հետո ինչ որ նշանակություններ ունեն, ասենք թե հայտարարություններ են ընդունել լրագրողական կազմակերպությունները, քննադատող ուրեմն հրապարակումներ են ունեցել եւ այլն, ինչ որտեղ կարծես թե ազդեցություն ունենում է։ Հիմա, այո, հիմա դա առհասարակ նշանակություն չունի, ավելին ես ժամանակին ասում էի, որ այս վարքագիծը լրագրողների նկատմամբ պատգամավորների կողմից, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կարող է զսպել միայն վարչապետը, իրանց ուղիղ ցույցում տալով, որ լրագրողների հետ կարգին բայց հիմա հնարավոր չէ, որովհետև եթե ինքը որևէ զսպող խոսք ասի իր թիմին, իր թիմը միանգամից վերադարձնելու է, ասելու է բա դու պատեպատ ու ոտի տակ չէիր գցում այդ բոլորին եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ արդեն մարդ չի մնում, որին որ կարելի է դիմել եւ ասել։ Օրենքն էլ շատ ընտրողաբար է կիրառվում եւ մի դեպքում ուրեմն մի արդյունք ենք ստանում, մյուս դեպքում մեկ ուրիշ արդյունք։ Մյուս կողմից նայում ես, ասում ես կարող է հանկարծ ընդդիմությունից այսպես առողջացնող քայլեր լինեն։ Ոչ։ Նույն Էդգար Ղազարյանի մասին երբ որ խոսում ենք, իդեպ ես եւս մեկ օրինակ պետք է բերեմ, որ իր վերջին այս հանրային ելույթի ժամանակ, երբ որ ինքը ուրեմն կշտամբանքի խոսքեր է ասել իշխանությունների հասցեին, իդեպ ես դա մի քանի անգամ լսել եմ եւ այնտեղ բացի մեկ արտահայտությունից մնացածը քաղաքական խոսույթի մեջ տեղավորվում էր եւ սա այս ելույթը տարբերվում էր մնացածներից, որտեղ որ Էդգար Ղազարյանը բազմիցս թույլատրելի սահմանները անցել է։ Բայց այս պարագայում, երբ որ դատարանը վերցնում է, դեռ որևէ որոշում չկա, բան չկա ու իրեն արգելում է մինչեւ դատական ակտ կայացնելը, որևէ ուրեմն խոսքով հանդես գալ, ելույթով հանդես գալ եւ այլն, սա ուղիղ սահմանափակում է, անհիմն եւ ոչ օրինաչափ սահմանափակում է իր խոսքի ազատությունը։ Իսկ հայ Բաբայանի պարագայում ո՞նց էր։ Այնտեղ կարծեմ ավելի մեղմ բառապաշարով էր պարոն Բաբայանը արտահայտվել։ Պարոն Ղազարյանին ճանաչողները գիտեն, որ ինքը սուր է խոսում, հա, եւ քաղաքական այսպես ընդգծված գործիչը եւ այլն, չէ, ապահովող տոնով չէ։ Այդպես խոսում է մի մարդ, որը որ եղել է դիվանագետ, մարզպետ, կրթված մարդ է եւ այլն։ Եթե այդպիսի մարդիկ իջնում են այդ մակարդակին, դա խիստ մտահոգիչ երևույթ է։ Բավական հասարակությունում այն ով պետք է ես ներողություն խնդրում, որպեսզի նաև կարծես թե բանավեճը ստացվում է, ես մտահոգված էի, մտածում եմ բանավիճելու ես կբանավիճեմ ձեզ հետ։ Տեսեք, մենք անընդհատ մենք չէ, դուք կամ մարդիկ փորձում են հավասարության նշան դնել ընդդիմության եւ պետական իշխանություն կրող անձանց միջև։ Այդ դուք լեզվի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, չէ, այ մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, այսինքն պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատական խոսքը կարող է լինել շատ ավելի խիստ, նույնիսկ ցնցող, նաև Թուրքիայի դեմ տարբեր գործերում օգտագործվում է վուլգար արտահայտություն, այսինքն քննադատական խոսքը կարող է լինել նույնիսկ վուլգար, եւ պետական իշխանություն կրող պաշտոնատար անձինք պետք է դրսևորեն իրենց նկատմամբ այդպիսի քննադատության նկատմամբ ավելի հանդուրժող վերաբերմունք։ Եվ այս պարագայում օրինակ Էդգար Ղազարյանին եւ ազգային ժողովի ամբիոնից օրինակ Նիկոլ Փաշինյանը դա միգուցե մոռացել են մարդիկ, երբ ասում էր ընդդիմության ներկայացուցիչներին մատ էլ թափ գտնամ, ուրիշ բան էլ թափ գտնամ։ Ախր մենք խոսում ենք երկրի վարչապետի մասին։ Եվ երկրի վարչապետին
քաղաքական որևէ ընդդիմադիր գործչի հետ նույն հարթության վրա դնելը հնարավորություն է տալիս Ժորժ ջան, հնարավորություն է տալիս նույն Նիկոլ Փաշինյանին շարունակելու այդ գործելավոճը։ Եվ մյուս թուր կարծիքը հանրության շրջանում ձեզ նկատի չունեմ, այնա որ քաղաքական իշխանությունը եւ ընդդիմությունը իրար վիրավորում են, հանրությունը այսպես առանձին է։ Ոչ, եւ պետական իշխանության ուրեմն բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ օգտագործում են այդ բառապաշարը, ոչինչ այլևս նրանց չի զսպում մարդկանց անվանել օպելով համբալներ կամ օգտագործել ազգային փոքրամասնություններին թիրախավորող եւ վիրավորող խոսք, օրինակ փափախով քուրդ, կամ ասել, որ ի հեճուկս ռուսների մենք անելու ենք այս ծառերի փոխարինման աշխատանքները, խոսքը ավականու Երևանի ավականու անդամի մասին է, այ հենց այս դեպքերը ցույց են տալիս, կամ թքել քաղաքացու վրա օրը ցերեկով Երևանի կենտրոնում։ Այս դեպքերը ցույց են տալիս, որ այս ատելության եւ անհանդուրժողականության թիրախը ոչ միայն քաղաքական ընդդիմությունն է, այլ հասարակ քաղաքացիները։ Ու ի վերջո քաղաքացիները այս հաղորդումից հետո էլ նույնիսկ պիտի հասկանան, որ իրանք առաջին շահառուն են զսպելու իշխանությունների կողմից այդ սանձարձակ վերաբերմունքը։ Բայց վստահ եմ, որ եթե իշխանությունները քաղաքական դիսկուրսը տեղափոխեն բարեկիրթ, նորմալ, ուրեմն կառուցողական դիսկուրսի դիալոգի շրջանակներում, այդ ժամանակ կընդգծվի այն ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով որ այդ խաղի կանոններով չի ուզենա շարունակել եւ Դեք ես ուզում մի բան ասել, շատ ցավալի կլիներ, եթե մեր խոսունքը ծավալվեր այսպես, որ բոլոր երկուսն էլ իրար արժանի է, եթե չեմ սխալվում, դուք ասացիք այդ նախադասությունը, բայց ես կարծում որ դա սխալ հայեցակետ է տվյալ պահին։ Իշխանություններից միշտ անկախ այն իրավական հիմքերից, որ բերեց մեր փաստաբան գործընկերը, իրոք միջազգային բոլոր օրենքներով իշխանություններից ավելի սպասումները մեծ են եւ նրանց միշտ ասում են, որ անգամ վուլգար արտահայտություններին պետք է ավելի ներողամիտ վերաբերել։ Մենք չպետք է նրանց միջև հավասարության նշան դնենք, միանշանակ չպետք է եւ հասարակությունը դրան սպասում է, որովհետեւ նրանք ունեն բազմաթիվ լծակներ եւ իշխանություններին հավասար, որ տեսեք բոլորը իրար արժանի են, վատն են, իսկ մենք լավն ենք, դա այսպես նու կամ փորձում ենք լինել լավը, դա սխալ է։ Հիմա հասարակությունը, տեսեք, դուք անգամ ասիք, որ ինչ որ հուսահատություն կա, չէ՞, նման քննարկումներից։ Իսկ իմ կարծիքով ընդհակառակը, այս նման քննարկումները մի փոքր հույս են ներշնչում, որ հանրային պարսավանքը, որ կա այդպիսի ձևակերպում, չէ՞, հանրային պարսավանք, ի վերջո կարող է հասնել իր նպատակին։ Չի կարելի եւ ենթադրենք եթե մեկը կոպիտ բան է ասել ոչինչ գիտեք, հիմա այն մյուսն էլ դա էր ասել։ Ոչ, տեսեք, դուք բերեցիք օրինակներ, ես մի հիշեմ ամենաողբերգականը Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում։ Իր հանդեպ այդ դատավարությունը եւ քրեական գործը հարուցվել էր, չէ, այդպես ազգամիջյան չնայած գյումրեցիները եւ մնացածները բոլորը նույն ազգին էին թշնաման քարուցելու մի զարհուրելի պատմություն, բայց տեսեք անգամ այդ զարհուրելի պատմությունը, որ մենք մարդուն այո հասցրին մահվան, մեզ ոչինչ չսովորեցրեց։ Մենք այսօր խստագույնս պետք է ասենք, որ իշխանություն ունեցող յուրաքանչյուր անձ ինքը պարտական է այն ժողովրդին, որը իրեն թեկուզ ընտրել է կամ չի ընտրել, բայց մասնակցել է այդ ընտրություններին, որի շնորհիվ իրեն հաջողվել է ստանալ ինչ որ պաշտոն եւ ինքը պետք է այդ պաշտոնում իրեն զուսպ դրսևորի եւ իր սոսկալի էներգիան չթափի մեզ վրա հայոյանքների ու սպառնալիքների տեսքով։ Երկու, այսպես ասենք, մասնակիցները քննարկման ձեզ առաջարկում են իշխանության պատասխանատվությունը ավելի բարձր դասել։ Այո, նրանք քաղաքական հակառակորդներ են եւ հերոստաեթերներում կարող են հավասարը պես կանգնել, խոսել, բանավիճել եւ այլն, բայց իշխանության պատասխանատվությունը ավելի բարձր է, ասում է, համաձայն չեք։ Ես որևէ կերպ այդ հավասարությունը չէի բան, եւ իմ խոսքը, որ մեկը մյուսին արժանի են, այդպես է ընկալվում եւ երբ ես օրինակներ եմ բերում նաև ընդդիմությունից, դա չի նշանակում, որ դրանք հավասար պայմաններում են եւ հավասար աստիճանի վրա են։ Դրա համար ես ասացի, որ իրավիճակը առողջացնելը կախված է իշխանությունից։ Համենայն դեպս առաջին քայլը կամ քայլերը պետք է անեն իշխանությունները իրենց օրինակով եւ դա ոչ միայն կարող է
ընդդիմության վարքագիծը փոխել, չնայած էլի ես ասում եմ այս-ին բառերը կարող են քմծիծաղ առաջացնել ընդդիմության մոտ, թե ոչ մի դեպքում էլ չենք բանանելու, չենք ուրեմն հետ կանգնելու եւ դա իրանց իրավունքն է, բայց իրանց խոսույթ լինի իրենք եք ընդունեն այդ Դուք չեք նկատել բանավեճի մեջ, եթե մեկը քեզ հետ բարեկիրթ է խոսում, դու չես կարողանում նրան Եթե դեմինդ բարեկիրթ է, այո, բայց եթե նա էլ բարեկիրթ չի, ինքը կարող է Դրա համար ես ասում եմ, որ երկու անհույս կողմերի հետ մենք նկատում ենք միգուցե առաջարկում է ընդդիմությունը սկսի վարքագծի Եթե այդպես լինի, իհարկե դա էլ ապշեցուցիչ բան կլինի, բայց ես կրկնում եմ, որ այո, իշխանության պատասխանատվությունն է դա, իշխանությունը շատ բոլոր բերված ցիտատները մենք մեր տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացություններում օգտագործում ենք, բերում ենք եւ հանդուրժողականության առումով եւ բառապաշարի առումով եւ որ պարագայում դա կարող է ընկալվել վիրավորանք կամ զրպարտություն եւ չի կարող այդտեղ 4 չափանիշներ կան եւ այդ ամեն ինչը հասկանալի է, բայց հենց իմ ասածը այն է, որ երկու կողմն էլ անհույս են, սա է ընդհանրապես, ես իրավական կողմն եւ ձեր այդ լավատեսությունը իհարկե ինձ մոտ որոշ նույնպես лав տրամադրություններ առաջացնում, բայց ես այդքան լավատես չեմ, որովհետեւ այսպիսի քննարկումներ շատ են եղել։ Ռուսը ասում է «Ваши устами мед пить»։ Իհարկե, որ իմանայինք մեր ձայնը հեսա հասնելու, այ падգամավորները հեսա լսելու են ու հանդուրժող են դառնալու։ Մյուս անգամ պատով հուսանք 10 Ծաղկում է աշխարհը Բայց որ այսպիսի քննարկումները այնուամենայնիվ արժանի են ու մենք պետք է սոցիալական ոչ միայն արձագանքել, սոցիալական պահանջ ուղղակի պետք է ձևավորել, որ իշխանավորները իրենց գործելավոճը, աշխատավոճը, չգիտեմ, բառապաշարը երանային եւ էքսպերիմենտ միջին վիճակագրական հայաստանցի հեռուստադիտողը, որը, չգիտեմ, իշխանական է թե ընդդիմադիր, բացում է համացանցը եւ կտցնում է տեսանյութին, վարչապետը սկսում է ասել այս բառերը։ Ինչ է կարծում, նա ասում է, այ ինչ տգեղ բառապաշար է, թե ասում է հրաշալի է, դու ավելի մեղմ ես արտահայտվում, ավելի լավ տեղը դի, կամ նույն քաղաքացին դիտում է ընդդիմադիր գործի նմանատիպ տեսանյութ։ Չափվածության մակարդակից։ Բայց ես հիմա ձեզ ուրիշ բան ասեմ։ Ինչ եք կարծում, երբ որ երեք չառաջորը ԿՊ падգամավորները նստած լսում էին վարչապետին եւ ինչ է կարծում իր այդ խոսքը ինչ զգացմունքներ առաջացրեց նրանց մոտ իրենք հաստատ ոչ դա քիչ է նրանք հաստատ հրճվում էին որ շեֆը այսենց պատեպատ տվեց բաների դժբախտ դեմքով մարդիկ էլ կային հա ես ով է ես էլ չեմ նկատել դժբախտ դեմքով մարդիկ էլ կային դա վախ էր կամ վախ բայց դա ընդդիմության մեջ էր թե իշխանության մեջ էր դժբախտ դեմքով որ դուք նկատեցին ընդդիմությունը քմծիծաղում էր իսկ ԿՊ-ում շարք մարդկանց շատ ինչ որ շարժումներ հաղորդումից հետո չէ այս հաղորդումից հետո ես կթվարկեմ տասնյակ ազգանուններ, որոնք որ հաստատ հրճվանք էին ապրում եւ ասում էին մալադեց շեֆ, ինչ լավ ոչնչացրեցիր եւ շատ սիրող որոշ կանայք կամ տղամարդիկ ոգևորվում են, դա սուբլիմացիան է Բայց սուբլիմացիայի կողքին մենք պետք է հասկանանք կան հասարակության շերտեր, որոնք այնքան էլ համաձայն չեն։ Բայց այդ սուբլիմացիան բերում է ընտրությունների այնպիսի արդյունքների, որից հետո իսկապես ուզում ես լաց լինել։ Դե նայած թե ընտրությունները ովքեր են կազմակերպում եւ ինչ կարգախոսներ Դուք մի քիչ այդտեղ եք գնում։ Ես միանգամից ասեմ, ես մի Լավ, ես ինչպեսի նշաձուղ ես դնում, եւ տեսեք, առանց կաշառքի, տեսեք, մենք ինչքան մեծ միշտ շերտ ենք ունեցել ընտրություններին չմասնակցողների։ Դրանք հենց այն մարդիկ են, որոնք չեն ասում, վայ, ինչ լավ է իմ ղեկավարը այդպես կտրիչն է։ Ընդհակառակը նրանք ամաչում են եւ չեն գնում ընտրություն։ Բայց կա նաեւ մի սեգմենտ, որը ասում է հալալ է, հրաշալի ձևով դու հայհոյեցիր եւ վիրավորեցիր, ինչու այս եւ ընտրությունների կրկին չի գնում։
Չէ, ոչ, նրանք միշտ գնում են։ Նրանք միշտ գնում են։ Նրանք ովքեր ուրախանում են, անտարբեր մարդը չի կարող խրճվել եւ ձեր սուբլիմացիան ապրել։ Անտարբերներ ընդհանրապես, գիտեք, շատ մարդիկ կան, ես իմ շրջապատում էլ, որ ենթադրենք ես գալիս եմ ինչ-որ հուզված վերլուծում, ինձ ասում են՝ դու ինչու ես դա նայում։ Ինձ քանի մարդ ասել է դու հոմազոխիստ ես, ինչու ես նրանց նայում։ Մի նայիր, բոյկոտիր։ Գիտեք, մեր հասարակությունը իսկապես ռեալ մի շերտ ունի այդ ամենը բոյկոտողների, որոնք ասում են, որ իրենք ազգային ժողովի նիստերը չեն նայում, կառավարության նիստերը չեն նայում։ Նիկոլ չնայած այնտեղ բարեկիրթ են, ճիշտ է, դրանից հետո է։ Բայց չափումները լրիվ ուրիշ բան են։ Վարչապետի շատ արտահայտությունները այնտեղ էլ կարող են կրակոտ լինել այսպես։ Չափումները լրիվ ուրիշ բան են ասում։ Իսկ ով է չափողը։ Ուրեմն չափողները հերոստա ոչ հերոստաընկերությունները իրենց կորպորատիվ այդ կառույցը ստեղծել են, այո։ Դու Նիկոլ Փաշինյանը հրճում եւ այս առումով ինչքան էլ որ ասեն չեն նայում, բայց կառավարության խորհրդարանի հարց ու պատասխանը բավական շատ մեծ աուդիտորիա է, որը որ համադրելի է ամենա այսպես հայտնի բաներն, այնպես որ լավ է որ այդպեսի տպավորություն ունի։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք այդ աղբը ոչ չեն նայում եւ կամ նայելիս էլ հաճույք չեն ստանում։ Ինչպես ինչ անել, որ հանրությունը թամաշա անողի դերակատարությունից մի քիչ այլ դիրքավորում ընտրի, այսինքն որոշակի անհանդուրժողականություն լինի, գիտեք, խնդիրը միայն այդ բառի արտահայտումը չի, որովհետեւ մենք կարող ենք տեսնել, որ քաղաքական լարված այսպես շրջափուլերում այդ բառի արտահայտումը վերածվում է նաև բռնությունների տեղի ունենում ոստիկանական բռնություններ տեղի ունենում նաև ոստիկանների դեմ բռնություններ ես երկուսն է պետք է նշեմ այսինքն բռնությունը դուրս է գալիս փողոց խոսքի բռնությունը խոսքի մակարդակում արդարացնելը որ տեսեք սրանց այսպիսի բաներ կանեմ եւ այլն դա արդեն մենք տեսնում ենք տարբեր իրավիճակներում մեր վերջին 4-5 տարվա կյանքը, այսպես ասենք, քաղաքական, հենց դրա մասն է, ես կարծում եմ դուք որպես փաստաբան հաճախ եք նման գործերով զբաղվել, պաշտպանելով տարբեր անձանց։ Այն ինչ կարող եք ասել։ Ռոբերտ ջան, մի քիչ տեսեք, անկեղծ ասած, բավականին տրամաբանական է ստացվում եւ երբ գործադիր իշխանության ղեկավարը ասում է, որ ընդդիմությանը բռնելու եմ ու շինեմ, տալու եմ պատերին, հետո ասֆալտին ու դրանից հետո գործադիր իշխանության մասը կազմող ոստիկանության աշխատակիցները դա փորձում են այսպես ասած իրագործել, ստանալով ըստ էության համարյա ուղիղ ցուցում Նիկոլ Փաշինյանի։ Ներեցեք պարոն Հարությունյան, այսինքն այս քննարկումը այն մասին չի, որ եկեք մեր խոսքի մշակույթը ավելի լավ դարձնենք, որովհետև դա բռնության է վերածվում, իրական բռնության է վերածվում, դա միայն այսպես ատելության խոսքի ամենամեծ վտանգը հենց դա է, որ դա կարող է արդեն անցնել խոսքից կարող են անցնել գործի։ Խնդրեմ, այո։ Ես չնայած փաստաբան եմ եւ հարցադրումը այդքան իրավական չի, բայց իմ սուբյեկտիվ ընկալմամբ այս իշխանությունները Հայաստանը կառավարում են հենց այդ ատելության միջոցով։ Եթե Հայաստանում չլինի ատելություն եւ հասարակությունը չլինի բևեռացված, այս իշխանությունների կարիքը չի լինի, որովհետեւ այս իշխանությունները այդ բևեռացված հասարակության այս կամ այն բևեռի, ինչպես բանախոսները նշեցին, այսպես ներքին հոգեվոր ցանկություններն են բավարարում ամեն անգամ իրենց քաղաքական հակառակորդներին վիրավորելով եւ տենց ամեն անգամ ինչ-որ նոր բառապաշարով դիմելով։ Եվ սրա միակ տարբերակը ես գտնում եմ այդ ընտրությունների չմասնակցող 70%-ի ի վերջո ներգրավումն այս process-ին իշխանություններ փոխելու նպատակով, որովհետև ես իրոք հավատացած եմ, որ այս եւ ատելության եւ անհանդուրժողականության այս շատ բարձր չափաբաժինը պայմանավորված է գործող իշխանությունների իշխանության լինելով։ Ես բնավ չեմ ուզում ստանձնեմ նախկին իշխանությունների փաստաբանի դերը, նամանավանդ որ միշտ եղել եմ այսպես ընդդիմադիր հայացքներով, առավել ընդդիմադիր հայացքներով ուրեմն ապրող քաղաքացի եւ իրավաբան, բայց այն նույն ընդդիմությունը, որ այսօր նստած է ազգային ժողովում, իրենք էին, չէ, ժամանակին քաղաքական իշխանություն։ Ես անկեղծ ասած չեմ հիշում, որ իրենց քաղաքական իշխանության եղած ժամանակ իրենք որպես իշխանավորներ այս բառապաշարով եւ այս ինտենսիվությամբ կառավարեն երկիրը։ Դուք հիշում եք պարոն Մելիքյան նման բան։ Ես գործողություններ եմ հիշում եւ ոչ թե բառապաշարը։ Եվ այս առումով բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել,
եւ այստեղ էլ ասեմ, որ իշխանությունները մի անգամ առիթ եղել է ասել են, որ խոսքի ազատության համար լավ իշխանություն գոյություն չունի եւ այսօրվա իշխանությունն էլ որ այդպես ասում է տասնյակ կամ հարյուրավոր փաստեր կարելի է դնել իր առջև ու ասել այ էսա։ Բայց չէին ասում, չէ՞ որ իրենք ժողովրդավարության միջնաբերդ են։ Իրանք ժողովրդավարության վրա ուրիշ կերպ էին ուրեմն խոսում, ուրիշ, հա, այսքան չէին ձևացնում, ինչ որ ուզում էին, անում էին։ Եվ այս առումով ես մեր ոլորտից ուղղակի խոսեմ, որ ինձ համար մեկ է թե ինչպես էին իրենք խոսում, եթե ասենք Էլեկտրիկ Երևանի ժամանակ կարող էին լրագրողների եւ օպերատորների հետ այդպես վարվել, գետնով տալ ուրեմն կամերաները, քացուտակ գցեն, 20-ից ավել լրագրողներ ուղղակի այնպիսի հետապնդումների արժանացան եւ բախվեցին այնպիսի հետապնդումների, որ դժվար է 30-ամյա պատմության մեջ հիշել եւ դա կրկնվեց Սարի թաղում նույն կերպ երևի թե էլի չեմ ուզում որևէ մեկին արժանատ ուրեմն պաշտպանած լինել հատկապես այսօրվա այն падգամավորներին որոնք որ ուղղակի որևէ պարկեշտության սահման չեն պահպանում, բայց մի բան է, երբ որ դու արհամարում ես, վիրավորում ես եւ այլն, բայց մեկ ուրիշ բան է, երբ որ պրոֆեսիոնալ գործունեության համար դու ֆիզիկական բռնության ես ենթարկում, նկարահանումներն ես ոչնչացնում, չիպն ես հանում, բերման ես ենթարկում, նույնիսկ պրոֆեսիոնալ գործունեությունը դադարեցնելուց հետո հետապնդում ես, վազում ես հետևից, որ անպայման ծեծած լինես, ջարդած լինես այդ կամերան, այնպես որ այս առումով այսօրվա ընդդիմությունը, որը որ երեք իշխանություն էր, ոչնչով լավը չէր ստանում այս իշխանությունից եւ մի բան էլ դեռ ավելի վատն էր։ Համենայն դեպս մեր ոլորտի առումով ես կարող եմ այսքան ասել։ Մեր ոլորտի առումով անկեղծ ասած ես չեմ հիշում, որ իշխանական ներկայացուցիչները նախորդ ժամանակաշրջանում այսքան շատ հայցադիմումներ ներկայացրած լինեին լրատվամիջոցների դեմ, զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու եւ դրամական փոխհատուցում տրամադրելու պահանջով, այստեղ եթե չեմ սխալվում առաջատարները այդ առումով ազգային ժողովի նախագահն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն են, ես անկեղծ չեմ հիշում, որ լրատվամիջոցների նկատմամբ այսքան շատ հայցադիմումներ եղած լինեն նախորդ ժամանակաշրջանում։ Բայց խմբագրի ավտոմեքենան։ Հետո բարձրացած ինչ որ մութ պատմություն է։ Դե ամեն դեպքում ես փաստեմ։ Բայց էլի եթե մենք մտնում ենք այդ համեմատության մեջ, ստացվում է, որ կարելի է ընդհանրապես այս խոսակցությունը ավարտել, որովհետև մենք այս համեմատությունից դուրս չենք գալու։ Հա, արդարացման ես պարզապես օրինակը ուրիշ բանի համար եմ։ Մեկը մյուսին չի արդարացնում։ Ես պարոն Մելիքյան, ես օրինակը ուրիշ բանի համար էի բերում։ Երբ որ այս ընդդիմությունը ժամանակին իշխանություն էր, ակնհայտ է, որ իրանք ազգային ժողովի ամբիոնից չէին ասում, որ մարդ թափ կտանք ուրիշ բան էլ պետք է լինի թափ կտանք, չէին ասում, որ ձեզ կտանք պատերին եւ այլն, ու քանի որ մեր այսօրվա խոսակցությունը ատելության խոսքի մասին է, պարզապես ուզում եմ ընդգծել, որ եթե քաղաքական համակարգն ու դերակատարները նույնն են մնացել, տեղերով են փոխվել, հա, ստացվում է, որ այն անձինք, ովքեր փոխել են տեղը եւ եկել են իշխանության, իրանք շարունակում են այդ իրանց բառապաշարը Անդիմությունն էլ դե կամ հակադարձում է կամ երբեմն չի էլ հակադարձում մի քիչ էլ ինչ որ խեղճացած բան եմ նկատում անդիմության մոտ այնպես չի որ անդիմությունն էլ տենց հայհոյանքներով նույն բառապաշարով ասում են մենք էլ ձեզ պատերին կտանք հետո ասել է մի բանը անելն էլ է մի բան էլի մի քիչ իրատեսական լինենք էլի այն ժամանակ էլի իրատեսական լինենք այո վարչապետը կամ երկրի նախագահը այդ բառապաշարով չէր խոսում այն ժամանակ բայց նույն նախագահը ուներ իր բազմաթիվ մականունավոր պատգամավորները, որոնք որ ամեկ պլյուսի թղթակցին կարող էին ասել ինչ ես եկել չարը տեսա կտամ կջարդեմ եւ հետո հայհոյանք,
կամ այն մյուսը, в общем, իսկապես այս հայամատությունը որևէ կերպ կներեք հիշում եմ, որ ազգային ժողովի падգամավորին փողոցի մեջտեղը 30-ից ավել բերետավորներով ծեծ են ու այդ գործով բոլորի դեմքերը կա, մի մեղադրյալ ձևի համար չլինի։ Էդ էլ չեմ հիշում։ Դե բայց եկեք չմտնենք այդ համեմատության մեջ։ Ես էլ եմ ասում, եկեք չմտնենք, որտեղ այնքան օրինակներ կան այստեղ, հա։ Ատելության խոսքից ենք խոսում, չէ՞։ Բայց ատելության խոսքից ենք խոսում։ Ես ուզում եմ ասեմ, որ քաղաքական մշակույթ 30 տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց եւ դա արտացոլում է խոսքի ազատության ոչ պիտեղև ձգտում չկար իրանք ձգտում կար մաֆիոզ դե ազգային ժողովը դու շատ լավ հիշում ես եւ նրանց հետ որևէ շփումը դա Եթե մենք բացենք մեր հայտարարությունների պատմությունը, այնտեղ ամեն ինչ տեղը տեղին տարեգրված է, բոլոր փաստերը կային եւ այլն, եւ բերան ջարդելը 7 հարկանի հայհոյանքը, ահաբեկումը եւ այլն այդ ամեն ինչը կամ բանը հետքը մի հոդված էր գրում դրանից հետո Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ այդ հաշվեհարդարը ֆիզիկական եւ այլն։ Այնց որ այդ թվում դրա համար մարտիկ 2018 թվականին դուրս եկան փողոց։ Հիմա լավ, այս մեզ դիտող քաղաքացիներին պիտի պատասխան տանք, եթե մենք ենք բանախոսները, որ 2018 թվականին եթե իրանք դուրս էին եկել փողոց, որ չլինի բռնություն, լինի արդարադատություն, դատական համակարգը գործի, կենսապահովման պայմանները պատշաճ լինեն, իշխանավորները իրենց ծառայի պես պահեն, այլ ոչ թե այսպես բաների պես պահեն, ավատատերերի պես պահեն, հիմա 18 թվականին դուրս գալուց հետո ոչ մի բան չի փոխել, ավելացել է ատելության խոսքը։ Մեկ էլ Արցախ չունենք, մեկ էլ 5000 հոգի զոհվել է կամ գերի է կամ անհայտ կորած է։ Գիտեք, այն հասարակություններում 5000-ը իհարկե այն դաշտից, բայց ամեն դեպքում այն ինչ որ դուք ասում եք, այո, մտածող քաղաքացի, ուրեմն արդարացում։ Բայց ինչի ենք մենք դուք լրագրող եք եղել դա ջան փաստերը տվյալները շատ կարևոր են ես չեմ սիրում որ 1000 կյանք դես կամ դեն անում ես ուղղակի դրա հետ չեմ համակերպվում ես այդ եթե անհետ կորածներին էլ հաշվի եմ առնում որոնց հետ հաշվի առեք բայց հիմա լրիվ շեղում ենք բայց եթե թեմային վերադառնանք այդ ձեր բոլոր թվարկած բաները մտածող քաղաքացին իր համար հետևություններ կանի ու կհասկանա, որ այլևս չի ուզում այս իշխանությանը, այն շերտը, որը որ սիրում է հայհոյախոսությունը, կլսի մի վարքյան, կլսի դոգին եւ կլսի բանի, ինչա, ազգային ժողովի այդ զզվելի հարց ու պատասխանը ու իր համար միգուցե հետևություն էլ չանի, Բայց մենք այնուամենայնիվ, այո, եթե մենք ուզում ենք սոցիալական այդ պահանջը ձևավորենք, քաղաքակիրթ դաշտ մտնենք, խելքը գլխին, ուրեմն քաղաքական կուլտուրա ձևավորվի մեզանում, այո, պետք է հիմնականում խոսենք մտածող քաղաքացու բան ասեմ, մենք շեշտադրում ենք, որ մենք ուզում ենք քաղաքական եւ լեզվական մշակույթ ձևավորել։ Լեզվական մշակույթ ձևավորելը շատ կարեւոր խնդիր է, բայց ես եկեք անկեղծ լինենք, էլի այս հայհոյանքների տարափը, սպառնալիքները, ատելության խոսքը, խտրականությունը ինչ պատճառ ունի թաքցնել իրականությունը եւ մեր օրակարգի առաջնային խնդիրները։ Մարդկանց ուշադրությունը շեղելու այն հարցից, որ Սյունիքում այդուհանդերձ կրակում են, չգիտեմ, ըստ պաշտպանության նախարարի մեզ թիրախավորում են, թե չեն թիրախավորում, նկատի ունեմ Հայաստանի տարածքում գտնվող ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերը, թե ոչ։ Այն, որ մեր տնտեսական մակարդակով մեր միջին եւ փոքր ձեռներեցները շատ ծանր իրավիճակում են, որ մեր կենսաթոշակառուները չեն կարողանում անգամ իրենց գույքահարկը վճարեն, որ մեր բյուջեից արվող հատկացումները կրթության եւ մշակույթի ոլորտում չնչին են եւ մենք անընդհատ արձանագրում ենք պարտություններ անկում, այսինքն հայհոյանքը ավելանում է այն ժամանակ, երբ դու ուզում ես իրական խնդիրը թաքցնել, հասարակությանը զբաղեցնել, այո, երբ դու չես ուզում հրապարակես այդ խաղաղության կոչվող պայմանագրի տեքստը, ինչ կարիք կա իրար հայհոյելու, կա տեքստ, որին կարծես երկու կողմերը համաձայնել են, չէ, որը պետք է ստորագրվի, բերեք այդ պայմանագիրը հրապարակեք, կամ Մինսկի խմբի առաջարկները, դրա մասին ազատությունն էլ
խոսեց եւ դրսից արձագանքներ եղան, չգիտեմ, իմ նահանգներից, որ եկեք հրապարակեք այն առաջարկները, որոնք եղել են, բայց ոչ, դրա փոխարեն մեզ մոտ սկսվում է հայհոյանք։ Մենք էլ հավաքվում ենք, բնականաբար քննարկում ենք, ասում ենք հայհոյելը նողկալի է եւ անընդունելի է, որը ճիշտ ենք անում իհարկե, ինչպես ասացի, դա ճիշտ է հանրային պարսավանք, բայց եկեք ընդգծենք այն հանգամանքը, որ հայհոյանքի, այսպես ասենք, տեսակարար կշիռը մեծանում է, միայն այն ժամանակ, երբ ուզում են իրական վիճակը թաքցնել, երբ մարդկանց ուշադրությունը շեղել հիմնային խնդիրներից։ Եվ դրա փոխարեն մենք քննարկում ենք հայհոյել չի կարելի։ Պարոն Հարությունյանից սկսենք, հա, 1-2 րոպե սահմանում խնդրում եմ սկսենք ամփոփել, հասկանում եմ շատ միամիտ կարող է հնչել ինչ անել հարցը այս պարագայում, որովհետև հաստատ այս հաղորդումով չի լուծվելու, բայց սա մի փորձ է խնդրի վրա եւս ուշադրություն հրավիրելու, խնդրեմ պարոն Հարությունյան։ Ես փորձեմ կարճ լինել ավելի երկու ստեկ, ոչ քաղաքական ընդդիմության, ոչ իշխանության բնականաբար եւ մասնավորապես կողմից ատելության խոսքը, հայոյախոսությունը, անվանարկումը միմյանց ընդունելի չէ եւ ճիշտ չէ եւ հասարակությանը դրանով սխալ մեսիջներ են ուղարկվում բնականաբար։ Բայց այստեղ ես գտնում եմ, որ մեր եւ մեր նման մարդկանց խնդիրը հասցեական քննադատության ենթարկելն է առաջին հերթին իշխանություններին, որովհետեւ իշխանություններն են ըստ էության ձևավորում հանրային քաղաքական օրակարգը եւ իրենք են հանրային կոմունիկացիայի կանոնները թելադրում ընդդիմությանը եւ հասարակությանը։ Քննադատական խոսքը պիտի լինի թիրախային եւ օրինակ այս առումով մարդու իրավունքների պաշտպանի վերջերս ունեցած պարզաբանումները, որ ատելության խոսքը այսպես քաղաքական դաշտում ավելացել է եւ այլն, հենց մարդու իրավունքների պաշտպանը այդ թվում նաեւ պիտի հասցեական, ուրեմն քննադատության ենթարկի իշխանություններին, ստիպելով իշխանություններին կամ վերադառնալ նորմալ արտահայտչաձևերի կամ դրանով ցույց տալով հասարակությանը, թե որտեղ է թաղված իրական խնդիրը, ով է գեներացնում ատելությունը։ Եթե սա հասցեական արտահայտությունները լինեն, հասցեական քննադատությունը լինի, նաև հասարակությունը կհասկանա, որ այն մարդիկ, ովքեր այս քաղաքական բանավեճի մեջ չկան, իրենք գտնում են, որ իշխանությունները սխալ են անում, որ այս բառապաշարով են խոսում։ Ու 70% չմասնակցողները միգուցե այդ ժամանակ հետևություններ անեն եւ հասկանան, թե ինչ է պետք փոխել Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության կառավարման մեջ, մասնավորապես որպեսզի վիճակը էապես լիցքաթափվի, հասարակությունը կարողանա վերադառնալ նորմալ կենսագոյության պայմաններ եւ նորմալ հանդարտ արարման փուլ։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, պարոն Մելիքյան, խնդրեմ։ Այն ինչ ասաց Նայենեն, իհարկե այդ կարծիքը բավականին այսպես հիմնավոր է այն առումով, որ իսկապես մարդիկ, երբ որ ասելիք չեն ունենում, ավելի շատ արդեն սկսում են հայհոյախոսել, բայց այդ բոլոր հարցերը, որոնք որ Նայենեն հիմա տվեց, այսպես լղոզված եւ այլն բազմաթիվ պատասխաններ ենք լսել դրանց վերաբերյալ եւ կարծում եմ, որ միայն դա չէ, որ բերում է այս լեքսիկոնին։ Ես ակնհայտորեն նախ տեսնում եմ այդ քաղաքական գործիչների շրջանում ներվերի խնդիր։ Եվ ես կարծում եմ, որ եթե անձը չի տիրապետում իրան, ես ընդունում եմ իմ սխալը, հոգեբան չեմ հրավիրել եթե մարդը չի կարողանում տիրապետել իրեն եւ իր ներվերին, ինքը պետք է քաղաքականությամբ չզբաղվի։ Դրանք շուտ են բաղել։ Այստեղ կա անդաստիարակության խնդիր, որովհետեւ ես երբ որ Նիկոլ Փաշինյանին լսեցի, այդ պատեպատը եւ այլն, ասում եմ, բայց ինչ է պատահել, ինչի է սենց բորբոքվել։ Ուղղակի կարելի է ասել, եթե ասելիք ունեք, եկեք բանավիճենք, եթե չունեք, ուրեմն դա ձեր գործն է։ Սա է իմաստը, չէ՞, չի կարելի այդպես։ Կամ մի այլ падգամավոր, երբ որ խոսում է, ասում է, լեզուն կկտրեմ, ես կանեմ, ասում եմ, բայց ներվի հետ հանգստացու, գնա ներվաբանի մոտ, նյարդաբանի մոտ, այդ հարցերը այդպես պետք է լուծել, հնարավոր չի այդպես քաղաքականությամբ զբաղվել, որոշումներ կայացնել պետության եւ հասարակության ճակատագրին վերաբերող այդպիսի ներվերով, հնարավոր չի։ Եվ իհարկե կրթության բացակայություն է դա, բարեկրթության նաև բացակայություն է, եւ այստեղ արդեն սիմբիոզ է ստացվում եւ Նարինեի ասածը եւ իմ ավելացրածը։ Եվ կամ Անդրանիկ Քոչարյան,
այդքանը տեսար այսպիսի պատմություն ստեղծվեց։ Նախ Հռիփսիմե Ջեբեջյանը քեզ 7 հարկանի հայհոյանք չի տվել, որ դու ասում ես բերանդ մաքրի։ Եթե հղում ես կատարում այլ երկխոսությանը, այնտեղ լրիվ ուրիշ իրավիճակ է եղել եւ դրա համար լրագրողը իրանից չէր նեղացել, բայց այդքանից հետո կարելի էր չէ՞ ներողություն Facebook-ում գրում է մի գրառում, որտեղ էլի խոսքի մաքրության եւ այլն հասուն մարդ ես, տարիքդ առած։ Դու վիրավորել ես կին լրագրողին եւ ասելիք չունես։ Արդարանում ես ինչպես 15 տարեկան դպրոցականը։ Տարօրինակ է այս ամեն ինչը։ Անում օթյակում կանգնած այդ թղթերը կամ դա ինչ էր պատահել մի հատ պաստառ դրեցին առհասարակ մեր վերջին հայտարարության մեջ մենք դա ենք ասում, որ բախում կա անվտանգության աշխատակիցների գործառույթների եւ լրագրողական գործունեության միջև։ Այդ հարցը պետք է լուծել։ Նրանք անվտանգության աշխատակիցները կարող են ինքնուրույն որոշել, այ լրագրողը, ընդդիմադիր լրագրողը հիմա խոսում է, ասենք, ինչ-որ մի պաշտոնյայի հետ։ Ականջ են դնում, թե ինչ են խոսում, ու ինքնուրույն որոշում է, այս հարցին պետք է պատասխան լինի, թե չէ, թե լրագրողը չափը անցել է, ձեռքից վերցնեմ, քաշեմ, տանեմ մի կողմ։ Դու ով ես։ Ով է քեզ այդ լիազորությունը տվել։ Չկա, պարոն Մելիքյան, ինչու է նման եւ ոչ ոք քեզ չի դիմել օգնության համար, ոչ մեկը չի ասել օգնեք, այս լրագրողից ազատվեմ, կամ լրագրողը չի ասել այս պաշտոնյայից ինձ փրկեք, որովհետեւ անթույլատրելի բաներ անում։ Շշպեցուցիչ բան է։ Ով է հրահանգ տվել, որ իրենք գնան, այս էլ առաջի դեպքը չի, եւ մտնում են լրագրողների օթյակ եւ այնտեղից հանում են, երբ որ նիստերի դահլիճում արդեն կրքերը թեժացել են, արդեն գործը հասել է բռունցքներին եւ այլն, իրանք գալիս են ասում են մեկ նկարահանի։ Ոչ, իրանք պարտականությունն են կատարում եւ հասարակությունը պետք է իմանա ինչպիսի падգամավորներ է ինքը ընտրել եւ ինչպես են իրենք հարցերը լուծում։ Իրենց սուրբ պարտականությունն է, որը որ մտնում է իրենց ազատության, իրենց իրավունքների մեջ։ Եվ այս հարցը ազգային ժողովի ղեկավարությունը ուղղակի պարտավոր է լուծել ՊՊՑ-ի հետ։ Այդ լիազորությունների տարանջատումը, հստակեցումը եւ դա պետք է անել իօքուտ լրագրողական գործունեության։ Մի անգամ ասում են չի կարելի նկարել ուրեմն ՊՊՑ-ի աշխատակիցների դեմքը, բայց ուղիղ եթերով հենց ինքը ազգային ժողովը ցույց է տալիս խտրական մոտեցում լրագրողական աշխատանքի նկատմամբ։ Չի կարելի նկարել լրագրողներին փաստորեն։ Այդպես է ստացվում։ Մի խոսքով ազգային ժողովի ներսում հատկապես շատ մեծ են խնդիրները եւ այնտեղ ուղակի օրեցօր մենք հետևելով իրավիճակին, արձագանքելով, դատապարտելով առայժմ չենք տեսնում այլ ելք, քան այսպես քննարկելով եւ կրկնում եմ սոցիալական պահանջ ձևավորելով, որ սա անթույլատրելի է, անընդունելի է, դատապարտելի է եւ փոփոխության անհրաժեշտություն կա։ Տիկին Դիլբարյան, խնդրեմ կարդ։ Մենք ունենք աստվածաշնչյան այսպես պատվիրաններ, չէ, մի շնանար, մի սպանաներ, սուտ մի վկայեր շրթամքով։ Ես կարծում հիմա սարսափելի է, բայց 21-րդ դարում մենք պետք է այո նոր պատվիրանել ձևակերպենք, որ մի հայհոյիր, դա շատ կարևոր պատվիրան է։ Բացի դրանից մենք իհարկե այստեղ մի լավ խնդիր էլ նշվեց, տեսեք, ասում են կրթությունը նորաձև է, չէ։ Բայց իրականում հենց այդ բառը վիրավորում է կրթությունը, որտեղ կրթությունը հավերժական է։ Եվ մենք հիմա 21-րդ դարում 25 թվականն է, այո, բախվել ենք նրան, որ քաղաքական աստիճանակարգության ամենավերին հարթակում հայտնվել են մարդիկ, որոնք չունեն տաժական, գիտեք, բարեվարքություն, այսինքն վարքի դրսևորման սովորական կանոններ։ Եվ մենք, չգիտեմ, այո, չպետք է հոգնենք ամեն տեղ ասելով, որ եթե անգամ դու քեզ թույլ ես տվել այդպիսի անընդունելի արտահայտություն, ինչպիսին Անդրանիկ Քոչարյանն էր, դրանից հետո դու պետք է ներողություն խնդրես։ Այո, մեր հանրային ինչ-որ խոսք կրողների, հանրային նաև գործունեություն իրականացնողների սուրբ պարտքն է դարձել, որ մենք արձանագրենք եւ կարողանանք, այո, հանրային պարսավանքի ուժով ստիպել այդ մարդկանց ներողություն խնդրել, որպեսզի ես հիշում ազգային ժողովի նախագահը երբ թքել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու երեսին, երկար բանից հետո ինքը ինչ-որ մի շատ մանբածապատ այսպես ներողությունատիպ խոսք արտաբերեց, այո, բայց բոլոր քաղաքացիների
բաններից, բայց ոչ նրանից, ու ինքը խնդրել էր։ Մենք պետք է շարունակենք, այո, անդադար ասելով, որ եթե կատարվել է այդպիսի անընդունելի դաստիարակության որևէ նշաձողից հեռու գործունեություն, դրա համար նվազագույնը պետք է ներողություն խնդրել։ Եվ այո, հակառակը դա շատ ավելի պատվաբեր է, քան այդպիսի նսեմ ձևով հետո արդարանալը, նողկալի մանվածապատ խոսույթ տարածելը։ Այսինքն մենք պետք է այո սովորեցնենք այդ պաշտոնյաներին դաստիարակության բարեվարկության նվազագույն կանոնները եւ ստիպենք նրանց ներողություն խնդրել մեզանից, բոլորից եւ առաջինը այն մարդկանցից, ում նրանք թույլ չեն տվել իրացնել իրենց ազատ խոսք ասելու իրավունքը կամ իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնել։ Շնորհակալ եմ Տիկին Դիլբարյան, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV ուշադրության կենտրոնում քաղաքական խոսույթներ, խոսքի մշակույթը, բանավեճի մշակույթը քննարկում ենք տարբեր նախադեպեր, այս առումով հաղորդմանը մասնակցում էին Վարազդատ Հարությունյանը, փաստաբան, Աշոտ Մելիքյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար, Նարինե Դիլբարյանը, լեզվաբան եւ ԵՊԱ դոցենտ։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ Factor TV գալու համար, շնորհակալ եմ նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։